Բարի երեկո, այսօր զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում վարչապետ Փաշինյանի ելույթից ինչ ուղերձներ եք դուք ստացել, ինչի մասին էր այդ ելույթը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես պետք է ասեմ, որ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս մեր փորձագետներին, քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին մի շարք ելույթներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, մի շարք ելույթներ, մի շարք պետությունների ղեկավարների անպայման լսել։ Օրինակ այսօր ես լսեցի, դա մոտավորապես 4 օր առաջվա ելույթ էր, այսօր լսեցի ելույթը Ֆինլանդիայի նախագահի պարոն Ստուբի։ Չեք պատկերացնում ինչքան հետաքրքիր բաներ ասեց, որոնք նաև մեզ են վերաբերում, քանի որ ինքը նվիրեց իր ելույթը ՄԱԿ-ի բարեփոխումներին։ Ու դուք գիտեք, Հայաստանի դիրքորոշումը նաև Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ՄԱԿ-ի ամբիոնից նշեց, որ Հայաստանը կողմ է, որ ՄԱԿ-ը լինի կենտրոնում աշխարհի, որ գլխավոր կազմակերպությունը լինի, որը կարգավորում է գլոբալ զարգացումները, բայց որ լինեն բարեփոխումներ։ Պարոն Ստուբը Ֆինլանդիայի նախագահան բացեց փակագծերը Ֆինլանդիայի առաջարկությունները։ Ուրեմն դա շատ հետաքրքիր է, բայց պարզա մեզ հետաքրքիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ինչ ուղերձներ ուղեց։ Պարզա է գլխավոր ուղերձը դա, որ Հայաստանը շարունակում է գնալ ու նվիրված է, ես կասեի այդպես, նվիրված է այդ խաղաղության օրակարգին, կշարունակի այդ օրակարգով շարժվել, ամեն ինչ կանի, որ իրականացվեն, շատ լավ է, որ ինքը շատ էր հղում անում Թրամփի ուղու այդ ծրագրին, որ այդ ծրագիրը կարևորագույն ծրագիրն է, խաղաղության այդ օրակարգ, նախաստորագրում խաղաղության պայմանագրի, հիշում եք խոսեց դելիմիտացիա դեմարկացիային process-ի մասին, շատերը մոռանում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև օգոստոսի 30-ին 2024 թվին թե 23-ին հիշում եք, որ ստորագրված էր արձանագրություն պրոտոկոլ, որի տակ ստորագրեցին ոչ միայն Փաշինյանը, նաև Ալիևը, որ պետք է շարժվենք Ալմատայի 1991 թվի փաստաթղթով, անընդհատ Հայաստանը ֆիքսում է, որ այն տարածքները, որոնք կային տերիտորիալ բաժանումը սովետական միության ժամանակվա, էսա Հայաստանի տարածքը, ինչ եմ ուզում ասել, այդ գլխավոր մտքերը, նաև այդ process-ը խաղաղության ինքը կենտրոնում դրեց, բայց ես ճիշտ ասեմ, որ մեծ տեղ եմ տալիս նրան, որ մի քանի հարցերին, հարցապնդումներին Իլհամ Ալիևին այս անգամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ու բավական հստակ։ Ես ուզում եմ մեջ բերեմ, վարչապետը իր խոսքում նշեց, որ իմաստունի ադրբեջանցի գործընկերը Սպարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք արտահայտություն օգտագործելով, երբ Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթերում նման եզրույթ չկա, մեջբերման ավարտը։ Ըստ ձեզ այս փուլում Ալիևը ինչու է նման հայտարարություններ անում նման բարձր ամբիոններից եւ վարչապետի արձագանքը ինչպես կգնա։ Նախ ուզում եմ ասել, որ ճիշտ էր այդ ասվածը։ Այդ շատ կարևոր էր, գիտեք, ես չեմ ասում հիմա ռետորաբանությունը սրենք Ադրբեջանի հետ, եթե process-ը գնում է, պետք է պարզազգուշ լինենք, բայց այնուամենայնիվ տեղը պետք է դնես։ Օրինակ Իլհամ Ալիևը մի խիտրություն արեց, ժողովրդի լեզվով ասեմ։ Ինքը ասեց Տրամպի ուղու ճանապարհն է, բայց միաժամանակ Զանգեզուրի միջանցք նորից օգտագործեց։ Մինչդեռ պայմանավորվել էին օգտագործել ընդհանուր տերմիններ, ինչի մասին ակնարկ արեց Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ տեքստում Զանգեզուրի միջանցք եզրույթ չի օգտագործում ընդհանուր Վաշինգտոնյան պայմանավորվածության մեջ օգոստոսի 8-ի հիշում եք հռչակագիր, որի տակ ստորագրեց եւ Ալիևը, եւ Փաշինյանը, եւ Դոնալդ Տրամպը որպես վկա ստորագրեց։ Այնտեղ ոչ մի եզրույթ չկա, ճիշտ է, որ ասեց Նիկոլ Փաշինյանը, դա շատ կարեւոր է, մեկ-մեկ պետք է տեղը դնես։ Ինչու՞։ Դա շատ կարևոր է հասկանալ, ինչու անընդհատ կրկնում է Իլհամ Ալիևը։ Առաջինը իր
ներքին սպասարկման համար, որ իր ժողովուրդը ասի տեսակ, միջև վերջ ինքը իր ասածը տանում է, այդ առաջինը ներքին սպառման համար է, երկրորդը Իլհամ Ալիևը Վաշինգտոնում, ես չեմ ասում պարտվեց, բայց միանշանակ, որ ոչ մի խոսք չկար, ոչ սահմանադրական փոփոխության Հայաստանի այդ փաստաթղթերում Ադրբեջանի պահանջով։ Կարող է մեր ուզածով մենք փոխենք մեր սահմանադրությունը մեր պահանջների, մեր հասարակության, բայց ոչ թե Ադրբեջանի։ Ու դու գիտեք, Վաշինգտոնյան փաստաթղթում ոչ մի SDV բան չկա, նաև Զանգեզուրի միջանք այդպես կոչված եզրույթը չկա։ Ու պետք է տեղը դնես, բայց Ալիևը եւ ներքին սպասարկման համար եւ երկրորդը։ Ալիևը մտածում է, որ ժամանակը որ կանցնի, ինքը նորից կբերի այդ երկու թեզերը հետ օրակարգ։ Չի ստացվի, բայց ինքը կրկնում է դրա համար, որ բերի օրակարգ հետ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երբ որ պատասխանեց այս եզրույթին, դուք հիմա մեկ հատված տվեցիք, ես էլի կասեմ ուրիշ հատվածներ շատ կարևոր, որ ինքը ասեց, այս հատվածը անչափ կարևոր է, ինքը ասեց, դե ինչի եք օգտագործում, եթե մենք ձեզ հետ պայմանավորվեցինք։ Ու շատերը մոռացել են, որ նույնը Նիկոլ Փաշինյանը ասեց Չինաստանում, երբ որ Շանխայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ինքը նույն ձևով պատասխանեց Իլհամ Ալիևին, տեղը դրեց ու ասեց դա Դոնալդ Թրամփի ուղու ճանապարհն է։ Բայց նաև շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը այդ մի քիչ վրիպեց ուշադրությունից, ասեց, խոսեց անհայտ կորածների մասին, որ պետք է ճակատագիրը այդ մարդկանց պարզվի, ու երկրորդը դիվանագիտական նոր հարաբերությունների մասին խոսեց նաև։ Ձերբակալված կամ պատանդ վերցրած կամ ձերբակալված, որ տերմինը չեմ հիշում, այսօր գտնվող հայերի Ադրբեջանի բանտերում նաև իրենց մասին ասեց։ Ես չեմ հիշում գերի բառը օգտագործեց, թե ձերբակալված նշանակություն չունի, ինքը հիշացրեց եւ անհայտ կորածների մասին եւ այսօր գտնվող Բաքվի բանտերում հայերի մասին։ Դա էլ կարևոր է։ Ու երրորդը էլ ավելի կարևոր, երբ որ ինքը ասեց ես խորհուրդ կտայի Իլհամ Ալիևին։ Այդ շատ կարևոր է։ Որ ասում է կենտրոնանանք այն դրականի, որը կա։ Մենք ստորագրեցինք։ Հիմա կենտրոնանանք աշխատանքը տանենք, կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կբերեն դրականը եւ Ադրբեջանին եւ մեզ։ Այդ խորհուրդ տալն էլ համարում եմ շատ կարեւոր։ Հենց հաջորդ հարցս թերևս այս մտքից առանձնացնեմ։ Արդյոք սա խաղաղության գնացող երկրի առաջնորդի լեքսիկոն է եւ իրոք Ադրբեջանը Իլհամ Ալիևի գլխավորությամբ խաղաղություն է ուզում։ Գիտեք, այդ թեմայի մասին ես լսում եմ ուշադիր, ընդդիմությունը դա օգտագործում է եւ պրոռուսական ընդդիմությունը եւ ոչ պրոռուսական օգտագործում է քննադատելով իշխանությունը։ Նորմալ է դա։ Այ ասում են նայեք, մենք տեսնում ենք, որ Ալիևը չի ուզում խաղաղության գնալ։ Դուք որտեղ եք տեսել երկիր, որի ղեկավարը ավտորիտար լիդեր է ու ուզում է կամավոր գնալ խաղաղության։ Ռուսաստանը ուզում է գնալ կամավոր խաղաղության Ուկրաինայի հետ։ Էլի օրինակներ կարող են բերել։ Ավտորիտար ռեժիմները ունեն իրենց խաղի կանոնները։ Ալիևը կյանքում կամավոր չի գնա։ Բայց Հայաստանը կարողացավ, այդ էլ ասեմ ձեզ, վերջի ժամանակներս այդպես քաղաքականություն վարել, որ Ալիևը ուզած չուզած։ Ալիևը չի կարող հարձակվել երկրի վրա, որը երկու ռազմավարական պայմանագրեր ստորագրեց։ Միացյալ Նահանգների հետ այս տարվա հունվարին ու օգոստոսի 8-ին 3 հատ մեմորանդում ստորագրեց Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանը ու Չինաստանում Սի Ցզինպինի հետ ռազմավարական նշանակություն ունեցող ընդհանուր հայտարարություն։ Ինչքան գլխային է, որ հարցակվի։ Ուրեմն ձեր հարցադրումը շատ ճիշտ է, բայց պատասխանը հասարակ է։ Պարզ է, որ այդ հռետորաբանությունը նշանակում է, որ այդքան էլ հակված չի գնալ խաղաղության Ալիևը, բայց ստիպված է։ Ուրեմն մենք պետք է ռեալ մոտենանք։ Այդպես քայլեր անենք, որ ինքը ստիպված լինի խաղաղության գնալ։ Օրինակ Իլհամ Ալիևի մոտ կար իր ռետորաբանության ու ելույթում գլխավոր ասամբլեայից մեզ համար շատ վտանգավոր թեզ, որ ինքը ասում է մենք օկուպացիայից ազատվեցինք, մենք ջարդեցինք Հայաստանը, կապիտուլյացիայի ենթարկեցինք ու 30 տարվա օկուպացիան քանդեցինք։ Այդ էզևի մտքեր կային, օկուպացիա բառը, օկուպանտ մեզ անվանեց բան։
Դրան էլ անպայման պետք է անդրադառնալ Նիկոլ Փաշինյանը։ Իմ կարծիքով որոշումը նա էր, որ մի մասի հարցերի տեղը դնենք, բայց բոլոր հարցերով չհակադրվենք։ Բայց այս տերմինոլոգիայի դեմ էլ պետք է մի քիչ ավելի ուշ խոսանք։ Բացատրեմ ինչու։ Նայեք, նստած են դահլիճում կամ իրանց կաբինետներում լսում են, դու գիտեք, մակում շատ ընդունված է, չմտածեք, որ եթե դահլիճում քիչ են պատվիրակները, իրանք բոլորը նստած կաբինետներում բոլոր ելույթները լսում են։ Լսում են, որ Իլհամ Ալիևը ասում է, որ Հայաստանը օկուպացրել է մեր տարածքները, ինչը չի համապատասխանում իրականության ոչ առաջի պատերազմում, ոչ երկրորդում, բայց ինքը դա ասում է, այդ երկրները մեծ մասը ընդհանրապես մեզ հետ գործ չունեն, նույնիսկ եթե հարաբերությունները Հայաստանի հետ լավ են կամ Ադրբեջանի, իրենք չեն խորանում նյուանսների մեջ ու դու չես պատասխանում։ Անպայման պետք է պատասխանեք, պատասխանների ձևը կարելի է գտնել, բայց դուք ճիշտ եք, այդ հռետորաբանությունը չի ասում, որ ինքը պատրաստ է միջև վերջ անցնել, բայց պետք չի դրանից բաց գալ ու պետք չի դա օգտագործել իշխանության դեմ, քանի որ ավտորիտար կոշտ ռեժիմները Ալիևի տիպի կամ այսօրվա Պուտինյա տիպի, իրանք կամավոր խաղաղության չեն գնա, պետք է ստեղծես մթնոլորտ, որ գնա։ Հիմա Հայաստանը կարողացավ, բացի դրանից Միացյալ Նահանգները օգնեցին, Ֆրանսիան, Եվրոմիությունը, այդպես մթնոլորտ ստեղծել, որ Ալիևը գնաց դեպի խաղաղության այդ process ու նույնիսկ իր համար ստեղ դրականը կա։ Դա է պատճառը, որ ինքը գնում է։ Կամավոր SDV ռեժիմներ խաղաղության չեն գնում։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, գանք ներքաղաքական զարգացումներին։ Օրերս քաղաքացիական պայմանագիրը 7-րդ համագումարում հռչակեց 4-րդ հանրապետության ռազմավարության մասին։ Այդ իմաստով հակասությունները շատ են, ընդդիմությունը նորից իր ոճի մեջ քննադատում է այն իմաստով, որ ինչը չեք կարողանում է երրորդում անել, ստեղծում եք 4-րդը, ձեզ սա ինչի մասին է այս հայտարարությունները, առհասարակ 4-րդ հանրապետությունն ինչի մասին է լինելու։ Դուք գիտեք, այս համագումարը քաղաքապայմանագրի այնտեղ 9 կետանոց փաստաթուղթ չընդունվեց, այնտեղ եթե չեմ սխալվում 5-րդ կետում այդ եվրոինտեգրացիայի մասին էր խոսքը, ասեմ հետո ձեր հարցին պատասխանեմ, քանի որ ես համարում եմ շատ կարևորը, որ իշխող ուժը իր ռազմավարության մեջ մտցնում է եվրոինտեգրացիայի հարցը։ Ու այդ հարցին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից։ Ուրեմն այդ գիծը կա ու ես համարում եմ, որ անհրաժեշտ է աջակցել իշխանությանը միայն այս կետի համար։ Նույնիսկ ուրիշ դրական կետեր կարող եմ ես չգիտեմ, չանտեսել, ուղղակի ասեմ, հա լավ է։ Կան հարցեր, որ ես ունեմ հարցեր իշխանությանը ասելու, բայց այս կետը որ կա, դա հուշում է ինձ, որ անպայման պետք է աջակցել ու ես համարում եմ, որ պետք է աջակցել, քանի որ եվրոինտեգրացիան արժեքային համակարգի հետ ինտեգրվելը շատ կարևոր է, ու հիշում եք ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը երբ որ ասեց այդ որոշումը մեզ մոտ կա, նույնիսկ եթե Եվրոմիությունը մեզ չընդունի, մենք կշարունակենք, այդ բոլոր մեսեջները ճիշտ էին։ Հիմա ձեր ասածին, գիտեք, մենք մի խնդիր ունենք այսօր կապված ընդդիմության հետ, ես հույսով եմ, որ ընդդիմության դաշտը հիմա կընդլայնվի, պրոդեմոկրատական, պրոեվրոպական, տարբեր խմբեր կան, այնտեղ էլ գիտեք, պրոդեմոկրատական ուժերի մեջ պրոամերիկյան ընդգծված գիծ կա պրոեվրոպական, ես հույսով եմ, որ ինչ որ խմորումներ կգնան, դա կօգնի նաև իշխանությանը այդ պայքարում, բայց ընդդիմության մեջ պրոռուսական մեկ պրոբլեմ կար, գիտեք, ես ինչ եմ իրանց առաջարկում, ես շատ եմ մտածել, ասենք իրանք գիտեն երկու բառ, Պուտին եւ Ռուսաստան, երբ որ իրանք կասեն երրորդ բառը, հավաստիացնում եմ ձեզ, մի քիչ ժողովուրդը կլսի, բայց իրանց մոտ մենակ երկու բառ կա, Ռուսաստան Պուտին, պարզա ժողովուրդը դա չի ընկալում, միջդեռ մեզ ձեռնտու է, որ ունենանք ընդդիմություն, որը ինչ-որ առաջարկություններ անի, արի գասի, որ այս ձևի պետք է արվի, այն ձևի, ի վերջո այդ 4-րդ հանրապետության գաղափարը անկեղծ ես ասում, այսօր ես միանշանակ չեմ կարող ձեզ պատասխանել, ճիշտ գաղափար է, թե ոչ, այդ ճանապարհը ինչ մեզ կտա, չունեմ պատասխան, բայց ես այդպես գիտեք, օդից չեմ քննադատում, բացատրեմ ինչու, իշխանությունը ամեն օր պայքարի մեջ է աշխարհում, ստիպված է,
Էսա բարդ աշխարհ է։ Ամեն օր պայքարում է, որ մեզ վրա չհարցակվեն։ Կուտակեցին մեծ գիտելիքներ այս 7 տարվա մեջ ու տեսնում եմ ելքը, որ ասենք մի քիչ նոր կոնցեպցիայով, նոր սահմանադրությունով առաջ գնան։ Ես օրինակ կողմնակից չեմ մերժել, ասել ոչ, դա սխալ է։ Նույնիսկ ես մարդ, որը քվեարկել է իօքուտ անկախության հռչակագրի ու շատ բարձր եմ այդ փաստաթուղթը գնահատում, այնուամենայնիվ ես ասում եմ, պատրաստ եմ ամեն ինչ քննարկել։ Ուստեղ պատասխանը իմ հասարակ է։ Թող իշխանությունը բերի նախագիծը այդ սահմանադրական ու ավելի առարկայական խոսենք, քանի որ այդ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ բերում է Նիկոլ Փաշինյանը, նոր ռեալություններ աշխարհում, դրա մեջ կան այդ, որ ասում են զիրնո կա, կորիս կա կարևորը, բայց միջև ինչ չբերեն սահմանադրության նոր նախագիծ, ինձ շատ դժվար է մեկնաբանել։ Պատրաստ եմ քննարկել ու միգուցե իրոք ճիշտ է անցնել 4-րդ հանրապետության։ Դու գիտեք, այդ որ Ֆրանսիայի փորձը այդ տեղից է գալիս, այդ 5-րդ հանրապետություն հիմա չէ Ֆրանսիայում, դա ինչից էր գալիս, որ որակական փոփոխություններ են սկսվում։ Ու այո, այսօր սկսվում են որակական փոփոխություն։ Հայաստանը շատ կարևոր կոնցեպտից հրաժարվեց մեկի պոչը բռնել։ Նոր իշխանությունները, նոր չէ, այսօրվա իշխանությունները, իրենք հրաժարվում են այն կոնցեպտից, որ դու մեկի պոչը բռնում ես ու ամեն ինչ մեկի հետ կապում ես։ Ահա։ Դա հնարավոր չէ անել 3-րդ հանրապետությունում պարտադիր է ունենալ 4-րդը։ Միգուցե այո։ Միգուցե ես դա չեմ բացառում։ Գիտեք ինչի, քանի որ եթե դուք նայում եք եւ համակարգը, որը ստեղծված է, եւ եթե դուք նայեք այդ ամբողջ փաթեթը պայմանագրի Ռուսաստանի հետ, մեկ խաղացողի հետ, եթե դուք նայեք նույնիսկ սահմանադրությունը, թողնենք այն մասը, որ Ադրբեջանը ինչ որ բան է մեզանից պահանջում, մի պահ մոռացեք։ Նույնիսկ սահմանադրությունը այսօրվա եթե վերցնես, ակնհայտ է, որ իր մեջ պարունակում է այն նախկինում եղած, ասենք երբ որ ամբողջ իշխանությունը մեկի ձեռքում է կենտրոնացված։ Այսօրվա սահմանադրությունը, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը չհրավիրի մեծ փորձագետներից, հաշվի չառնի տարբեր քաղաքական ուժերի, դա այդ իր կամքից է գալիս, դա համակարգային չի, համակարգում չի։ Ուրեմն ես չեմ բացառում, որ դա պետք է, բայց ես ինչ եմ ասում, բերեք նախագիծ, էլ ավելի առարկայական կխոսենք, բայց ի սկզբանե ասենք դրա դեմ դուրս գալ եւ այլ, ես չեմ համարում ճիշտ։ Դե հիմա էլ ասում են Թուրքիայի պահանջով եք գնում այդ քայլին։ Գիտեք, կասկածներ կարող են լինել, ես էլ մեկ-մեկ մտածում եմ, բայց ինչու այս քայլը ուզում է անի իշխանությունը, դա նորմալ է, պետք չի մտածել, որ եթե մարդը ինչ-որ կասկածում է, դա անպայման վատ է, բայց երբ որ չեն ուզում լսել դիմացի, իշխանության օրինակ, արգումենտները էդ է ինձ մտավախում, հասկանում եք, ի սկզբանե, քանի որ այդ պարլամենտական ընդդիմությունը պրոռուսական է, քանի որ Թուրքիայի հետ համագործակցությունը չի բռնում շահերին Ռուսաստանի, իրանք ի սկզբանե դա բացառում են։ Ես էլ ասում եմ, Թուրքիայի հետ պարտավոր ես աշխատել, Ադրբեջանի հետ պարտավոր ես գոնե փորձել կարգավորել հարաբերությունը, պարտավոր ես։ Հիմա մի բան ստացվում է, ինչա, դրա մեջ ինչ վատ բան եք տեսնում։ Ու ոչ մի բան պետք չի վախենալ, որ եթե սահմանը բացես, կուլ կտա մեզ Թուրքիան, կան մեխանիզմներ, միջազգայինորեն տարբեր փոքր երկրները մշակել են այդ փորձը օգտագործես, կպաշտպանես քո արտադրողին, պետք չի դրանից վախենալ, բայց պարտադրանքը որն է, թող ասեն, որ ես հասկանամ, այս սահմանադրությունը, որը կբերի իշխանությունը, որ մասն է պարտադրված, որ մենք ձեզ հետ խոսանք։ Շատ լավ։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է գերակտիվ ամենշաբաթյա ստատուսներով մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2020 թվականի պատերազմը սադրելու մեջ։ Նա միացավ նաև Սարգսյանին եւ Քոչարյանին այդ հայտարարությունների միջոցով։ Ըստ ձեզ Լևոն Տեր-Պետրոսյանի այս ակտիվությունը ինչու է կայանում, ինչու որոշեց այս փուլում ակտիվանալ։ Եվ ինչի են այսպես ասած երեք նախագահների խոսքը մի ուղու վրա հայտնվել։ Նայեք, գալիս են ընտրությունները, չէ՞, մոտենում են։ Բոլորս հասկանում են,
որ ընտրությունների ելքը չի լուծվելու մայիսին կամ ապրիլին։ Հիմա է լուծվում։ Քանի որ այդ արժեքը այս ընտրությունների շատ մեծ է։ Գինը շատ կարևոր է։ Այս ընտրությունները գալիք 2026-ի հունիսի շատ կարևոր դեր կխաղան ապագայի համար։ Ու բարձր հիմա սկսվեց այդ պայքարը, դա նորմալ է։ Ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը իմ կարծիքով ուզում է, որ իրանց կուսակցությունը, չէ, հայ ազգային կոնգրեսը անցնի, դա է պատճառը, որ հիմա մեսեջներ ուղարկում է, ես ուշադիր կարդում եմ իր ասածը, ինքը տարբեր թեմաներ շոշափում է, եթե դուք նկատել եք։ Ես կարծում եմ դա առաջի հերթին ընտրական այդ process-ի հետ է կապված, միգուցե կա նաև մտավախություն, որ ինչ որ սխալ է արվում, այդ մտահոգությունը իմ կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կապված է Ռուսաստանի հետ։ Ինքը համարում է, որ գործող իշխանությունները հեռանում են Ռուսաստանից ու իր մտահոգությունները արտահայտում է, մինչդեռ գիտեք, արևմուտքում շատերը մտածում են, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, որոնք պրոռուսական գիծ են տանում, Լևոն Տեր-Պետրոսյանը պրոռուսական գիծ չի տանում, ես ուզում եմ իրենց զգուշացնել, այդ ելույթներից ես տեսնում եմ գլխավոր մտահոգությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, որ Ռուսաստանից հեռանում է, ես պետք է ասեմ, որ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մի կողմից աշխատել Ռուսաստանի հետ, մյուս կողմից հասկանալ, որ Ռուսաստանը մեզ հետ չի, ռեալություններ կան, Ռուսաստանը Թուրքիա, Ադրբեջանի հետ է այսօր էլ ու շատ ճիշտ է անում իշխանությունը գործող այսօրվա բազմավեկտոր քաղաքականություն է վարում։ Ինչքան էլ դա դժվար է, այո, այսօրվա աշխարհում դժվար է, եւ ամերիկացիների հետ, եւ չինացիների հետ, եւ Իրանի հետ, բայց անհնար չի, գիտեք ինչի, ալեկոծվող աշխարհ է։ Օրինակ 10-15-20 տարի առաջ մի քիչ դա չէր նայվի։ Այսօր դա ընդունում են։ Ամերիկացիք ընդունեցին ռազմական շքերթը Պեկինի։ Եվ Թրամփը ընդունեց եւ պաշտպանության նախարարը Պենտագոնի շեֆը։ Երկուսն էլ ասեցին, բայց ինչ կա, նվիրված է երկրորդ համաշխարհային պատերազմի։ Շքերթը թող անցկացնեն։ Պարոն Գրիգորյան, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր տանում է դաշնակցության քաղաքական գիծը մի կուսակցություն, որը հենց ինքն էր փակել։ Դժվարանում ասել համընկնում է թե ոչ, բայց որ ինքը այո, ռուսական տարեր կան, այդ ճիշտ է։ Ինչ ասեմ, ես մենակ դա պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը ընտրություն կկատարի, կասի ինչ կարծիք ինքը ունի։ Այս հարցով ես միանշանակ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ես իմ կարծիքն եմ ասում, ողջունում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց կառուցել ռազմավարական հարաբերություններ Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, դուք գիտեք Ֆրանսիայի հետ սկսվեցին բանակցություններ, որ Ֆրանսիայի հետ էլ կանքենք ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագիր, ես դա ողջունում եմ, դա է պատճառը, որ ես համարում եմ, որ գործող իշխանությունը ճիշտ է անում, հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը դա քննադատում է, հասարակությունը կիմանա դա ու որոշում կկատարի ընտրությունների ժամանակ։ Դաշնակ պատգամավորներից մեկը օրերս հայտարարել էր, որ պետությունը կուշտ լինելու մասին չէ։ Ինչու են կուշտ մարդիկ սկսել դժգոհել կուշտ լինելուց կամ պարտադիր է սովն ու տառապանքը տարիներով մնա Հայաստանում կամ այս իրավիճակը, որ կա։ Ես մեկը մյուսին ինչի, մեկը մյուսի դեմ ենք ուղղում։ Այո, սոցիալական իրավիճակը պետք է լավանա, տնտեսությունը ակնհայտ ակտիվացավ, դուք գիտեք, նաև Տուրիզմը կան երկրներ, որ տուրիզմը տալիս է այդ երկրների 30-40% եկամուտները, նաև այդ թվում Իսպանիայի պես զարգացած երկիրը, նաև այդ թվում Հունաստանի պես զարգացած երկրները։ Մեզ մոտ հիմա շատ թափով զարգանում է տուրիզմը։ Ուրեմն տարբեր ոլորտները շատ հիմա ակտիվ զարգանում են, ինչ վատ է, ես չեմ հասկանում։ Մի քիչ ավելի կուշտ թող ապրի մեր հասարակությունը, այդ առաջինը, երկրորդը ով ասեց, որ գաղափարախոսություն չկա։ Ով ասեց, որ չկա, կարող է դաշնակցությունը ունի դիտողություն, դա ուրիշ բան է, բայց ով ասեց, որ գաղափարախոսությունը, ինչքան ես հասկանում եմ նաև, որ եկեք ավելի ռացիոնալ կառուցենք մեր հարաբերությունները։ Օրինակ, մեր հարազատ սիրելին կողմից արցախցիները նվիրեցին իրենց հայրենիքը Ռուսաստանին։ Ինչով ավարտվեց, դուք գիտեք, հիմա չեմ ուզում խորանալ, կատի որ ինձ ցավ է դա պատճառում։ Մեծ ցավ։
Իրենք նվիրեցին ինչ որ մեկ երկրի ու ամեն ինչ կորցրեցին։ Հիմա ես չեմ ուզում որ Հայաստանի մակարդակով դա կրկնվի, ու իշխանությունները ճիշտ են անում, բազմավեկտոր հարաբերություններ։ Նիկոլ Փաշինյանը չի գնում Ռուսաստան, որ քննադատում են Ռուսաստանից հեռանում ես։ Գնում է, էսա միջև մակ գնալը նորից գնաց։ Հա, դա շատ կարևոր է հասկանալ, որ ինչքան դու աշխարհի հետ ակտիվ աշխատես, այդքան շանսերը ապահովես անվտանգությունը մեծանում է, այլ էս ալիկոծվող աշխարհում։ Գիտեք, երբ որ ավելի կայուն էր, հիշում եք ես միշտ ասում էի, կոշտ, մեր տեղը Եվրամիությունն է։ Միանշանակ, հիմա էլ ասում մեր տեղը Եվրամիությունն է, բայց այն մասը, ես կասեի պես քաղաքական, դիվանագիտական խաղերի պարտավոր ես անել։ Չես կարող։ Նայեք, այդ ես մենակ Ֆինլանդիայի հիմա օրինակը բերեցի ելույթի, Ֆրանսիայի նախագահի ելույթը կարող եմ ասել, մի շարք երկրների եվրոպական, ովքեր պահանջում են, որ ռեֆորմ լինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ընդլայնվի, որը պահանջում է Չինաստանը։ Եթե տեքստերը նայեք Սի Ցզինպինի ու Մակրոնի, այդ մասով, որը վերաբերվում է ՄԱԿ-ի ռեֆորմների, բարեփոխումների, համընկնում են 100%-ով։ Նույնիսկ 99-ով չէ։ Ուրեմն կան օբյեկտիվ մոտեցում դիրքորոշումների խաղացողների, որոնք տարբեր կարծես թե բևերում են։ Այս է աշխարհը, ու կարծես հիմա իշխանությունը սկսեց այս բևերների միջև, ես չէի ասի խախտալ, բայց գոնե մանևրել, հանդիպել, ով բան ասեց Դոնալդ Տրամպը, որ մենք գնացինք Չինաստան, կարևորագույն փաստաթուղթ ստորագրեցինք։ Չինաստանում ստորագրեցինք, բան ասեց Ռուսաստանը, ուղիղ հակառակը, սկսեցին ավելի հարգել։ Ու եթե հիշում եք նախկինում, ասենք հանդիպումը Պուտինի հետ, միշտ ասում են ռազմավարական պարտներ, ինչ որ հեքիաթ էին պատմում, չօգնեցին մեզ, ոչ ՀԱՊԿ-ը, ոչ Ռուսաստանը, այն որ միջև Ջերմուկ հասավ Ադրբեջանը, հիշում եք, որ անընդհատ ասում են ռազմավարական, ու ինչ շատ դուր եկավ վերջի ելույթում, Պուտինը շատ ռեալիստիկ, հա, բարեկամ ժողովուրդներ, բան, մեր հարաբերությունները, բայց ոչ մի սուտ չասեցին։ Դա ինչից է գալիս։ Դա նրանից է գալիս, որ մեր կառավարությունը սկսեց աշխատել լուրջ։ Չինաստանի հետ միացյալ նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Եվրոմիության, արաբական աշխարհի հետ։ Դուք եք այն կարծիքին, որ Ռուսաստանի խոսույթը վերջին շրջանում բավականին մեղմացել է Հայաստանի նկատմամբ։ Այո, եւ մեղմացել է, եւ ես կասեի այդպես լրջացել է։ Դες իրանք հասկացան, որ լուրջ է վիճակը։ Դες անիմաստ է խափել մեր հասարակությունը, անիմաստ է գրել մեր բարեկամ կամ ստորակետ ռազմավարական դաշնակից Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ։ Հիմա ասում են, հա, բարեկամ ժողովուրդ, բարեկամ պետություն ու վերջ։ Դա միանշանակ դրական է, քանի որ ես չեմ ուզում, որ մեզ խափեն։ Հասկանում եք, իօգուտ Ադրբեջանի ամեն ինչ լուծեն, հետո մեզ խափեն, ես չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ Ռուսաստանի հետ լինեն հարաբերությունները, բայց Ռուսաստանը մեր նկատմամբ անկեղծ լինի, որ ինքը մեզ հետ չի ռազմավարական իմաստով։ Հա, ունենք առևտուր, ունենք շահեր փոխադարձ, այդ կամ էլ աշխատենք ոչ ավելին։ Շատ լավ։ Պարոն Գրիգորյան, ընդդիմության հավաքական քաղաքապետը Գյումրի Վարդան Ղուկասյանը օրերս հայտարարել է, թե Հայաստանը պետք է միություն կազմի Ռուսաստանի հետ, իսկ ովքեր դրան ընդդիմանան, թուրքահապատակ Շամ որդի են։ Այս խոսույթը արդյոք վտանգավոր չէ եւ ստացվում է, որ ընդդիմությունը լայն իմաստով Հայաստանը տեսնում է Ռուսաստանի կազմում։ Գիտեք, ես կասեի այդպես, քանի որ իրան ժողովուրդն է ընտրել, ես մի քիչ կորեկտ կարտահայտվեմ, օրինակ մարդկանց, ովքեր պրոռուսական դիրքորոշում ունեն, ես կյանքում, չէ, վատ բարերով չեն։ Ես համաձայն չեմ այդ մոտեցմանը։ Ու իրան կառաջարկեի, որ տերմինոլոգիան այդ բարապաշարը օգտագործի ավելի հարգելից այլ կարծիք ունեցողների նկատմամբ, բայց այդ սխալը, որ արեց մեր քաղաքացիները Գյումրիում, մեր գյումրեցիները այդ սխալը հույսում են, որ մեր հասարակությունը Հայաստանի մակարդակով չի կատարի։ Քանի որ նորից կրկնում եմ, այդ պրոռուսական մարդկանց մոտ, ուժերի մոտ, անձերի մոտ, բացի Մոսկվա, Ռուսաստան, Պուտին, ուրիշ բարապաշար չկա։ Դադար տվեք, մեղք այ ժողովուրդը, մեր ժողովուրդը հետաքրքիր ժողովուրդը մեծ ավանդույթ ունեցող հայկական քաղաքակրթություն կա, չինացիք դրա մասին ասում են, ամերիկացիք ասում են, այդպես պրիմիտիվացնել պետք չի, էլի այդ սխալը։ Նորից կրկնում եմ, բոլորը ինչքան կորեկտ իրար նկատմամբ լինենք, այդքան լավ։ Բևեռացումը ներսում շատ վտանգավոր է։
Ահա, ու հույսով եմ, որ մեր քաղաքացիները Հայաստանի մակարդակով այդ սխալը չեն անի, ինչ արեցին գյումրեցիները։ Պարոն Գրիգորյան, կուզեմ խոսենք նաև Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին, նախնական արդյունքների համաձայն նախագահ Մայա Սունդուի կուսակցությունը պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, պարտության մատնելով ռուսամետ ընդդիմությանը։ Դուք հետևում եք, ինչ կասեք այս մասին։ Ես շատ ուշադիր հետևում էի, ճիշտ ասեմ, մոտավորապես կես տարի առաջ Մայա Սանդուն աղազանգեց, որ լուրջ Ռուսաստանը պատրաստվում է նորից փող բաժանել տարբեր խողովակներով, պրոռուսական մարդկանց մեքենաներով բերել, այո, Մոլդովայում կան զգալի մասը, մոտավորապես 25-ից 30% մարդիկ, ովքեր կողմ են, որ Ռուսաստանին կպնեն նորից, կոպիտ ասած, գուբերնիա դառնան։ Լավ, կա այս ձևի կարծիք, գիտեք, բան չես կարող ասել, բայց կա պրոեվրոպական ուղղվածության մարդիկ, բավական շատ են, բայց շատ կարևոր է, երբ որ աղազանգում է նախագահան երկրի, ժամանակին աղազանգում է այդ խնդիրների մասին, որ ակտիվանա այն պրոեվրոպական, պրոդեմոկրատական մասը, ավելին իրանք ինչ արեցին, ես դա հատուկ ուզում եմ ասել, որ մեր իշխանությունը լսեն։ Առաջինը այդ շոր մեծահարուստի, որը հիմա փախած է Մոսկվայում գտնվում է, իր կուսակցությունը ընդհանրապես հանեցին ընտրաշարից ուղղակի մի քանի օր առաջ 23 կուսակցություն պետք է մասնակցեն 22։ Ինչի հանեցին, քանի որ իրանք բաժանում էին փող, որ այս անօրինական գործողությունները դադարան, այդ առաջինը։ Երկրորդը, իրանք փոքրացրեցին թիվը ընտրատեղամասերի եւ Ռուսաստանում եւ Մեծդնեստրում։ Երկու անգամ կրճատեցին։ Ինչու՞, քանի որ վերահսկել անհնար էր։ Բերում են մեքենաներով, լցնում էին, կարուսել անում էին, ու բոլորը գիտեն այդ կարուսելը ինչը Հայաստանում չեն բացատրում։ Իսկ ինքը կանխարգելիչ քայլեր արեց, որ ավելի ազնիվ մաքուր ընտրություններ, որ չկրկնվեն, հիշում եք անցած տարվա դեկտեմբերի այդ խայտարակ երևույթները։ Դա է պատճառը, որ նորմալ անցան ընտրությունները, հաղթող դուրս եկավ պրոեվրոպական ուժը ու դա շանս տալիս է, որ Մոլդովան զարգանա ու իրոք եվրոպական երկիր դառնա։ Հիմա հայկական ընդդիմությունը Մոլդովայի ընտրություններին նայելով սկսել է հայտարարություններ անել, որ սա պիտի լավ օրինակ լինի 2026-ին ԿՊ-ի դեմ պայքարելու համար։ Արդյոք կան նմանություններ։ Ոչ մի նմանություն չկա, ոչ մի նմանություն չկա, գոնե իսկ ինչի համար են ուրախացել։ Միջև այսօրվա պահը ոչ ոք ընդդիմությունից, նաև պրոռուսական չի բողոքարկե ոչ մի ընտրություն Հայաստանում, ոչ համապետական, ոչ էլ տեղական ինքնակառավարման, ուրեմն առիթ չկա մտահոգված լինելու, ես առիթ չեմ տեսնում, նորմալ կանցնեն ընտրությունները, բայց իշխանությունները պետք է մտահոգված լինեն, որ դրսի ազդեցությունը մեծ չի լինի։ Տելեգրամ կանալներով, այլ խողովակներով, հիբրիդային պատերազմներից։ Հա, հիբրիդային պատերազմներից մեկը նաև մեքենաներով մարդկանց բերել, օլիգարխիայի մնացորդներ այնուամենայնիվ կան։ Ուրեմն այս կանխարգելիչ քայլերը գործող իշխանությունները պարտավոր են անել, որ անսպասելի բաներ չլինեն։ Հասկանում եք, ես եթե մարդը գնում է տալիս է պրոռուսական ուժերին, թող տա, բայց ես ուզում եմ, որ ինքը կամավոր տա։ Հասկանում եք, ոչ թե փող տան, փողով բերեն։ Այսա խախտումը process-ը, բայց այդ կամավոր գնում է, թող մարդը գնա տա ում ուզում է։ Կանխարգելիչ բաներ պետք են, քանի որ Ռուսաստանը չի ուզենալու կորցնել Հայաստանը։ Հայաստանի դերը մեծանում է աշխարհով մեկ։ Դուք տեսնում եք, այդքան դերը մեծացավ Հայաստանի որպես խաչմերուկ դառնալու, հա, խաղաղության խաչմերուկ դառնալու երկիր, փոքր երկիր է, բայց պարզվեց մենք շատ կարևոր դիրքում ենք, այդքան մեծացավ, որ Միացյալ Նահանգները մտան մեր տարածաշրջան Հայաստանով։ Ինչքան էլ վիճարկում են, ասում են, չէ, Թուրքիայով այդպես չի, Հայաստանով մտավ, դրա համար Ալիևը մի քիչ շոկի մեջ է, այդել ձեզ ասեմ, Հայաստանով մտավ, Չինաստանը մտնում է Հայաստանով, ու դա շատ նորմալ է, մեծ խաղացող է, եթե շահերը համընկնում են ծրագրերի մեջ, ինչի՞ չպետք է համագործակցեք, ուրիշ բան է։ Մերարժեքային համակարգը Եվրոպայում է, համաձայն եմ, դա ասեց Նիկոլ Փաշինյանը, մեր գլխավոր գիծը ինտեգրվել Եվրամիությունում։
Եվ պարոն Գրիգորյան, ձեզ նախընտրական պատկերն արդեն պարզ է, թե դեռ ուժերի դասավորվածություն կտեսնենք ըստ։ Ну, դեր գնում է բևեռացում։ Ու Նիկոլ Փաշինյանն էլ այդ բևեռացումը ուժեղացնում է։ Միգուցե քաղաքապայմանագրի դիրքորոշումից այդ բևեռացումը ավելի լավ է, քանի որ մարդիկ ավելի հստակ կարող են պատկերացնել ստեղ պրոռուսական ուժեր են, ստեղ ուժեր պրոազգային, պրոհայկական եւ այլ եւ այլ։ Ու պրոռուսական ուժերն էլ հատուկ բևեռացում են անում, մեջտեղը դեռ ուժեր չեմ տեսնում եմ շատ նորմալ մարդկանց, մեջտեղում գտնվող առանձին փոքր կուսակցություններ, մեծ, բայց խմորումներ կլինեն, թե ոչ, միավորումներ կլինեն, թե ոչ, չեմ տեսնում, դեռ տեսնում եմ երկ բևեր պատկեր։ Մի կողմից քաղաքապայմանագիր, մյուս կողմից պրոռուսական ուժեր։ Ես նորից կրկնում, կուսակցական տեսանկյունից կուսակցությունների երկու բևերին էլ ձեռնտու է, չէ՞, բևեռացումը, բայց եթե խմորումներ դրական գնան, ինչ որ դաշինքներ փոքր մեծ ստեղծվեն, այո, երրորդ, չորրորդ ինչ որ խաղացողներ ի հայտ կգան, բայց ժամանակը ցույց կտա։ Այսօր ես չեմ տեսնում։ Գյումրու պատկերը արդյոք հնարավոր է խորհրդարանական։ Այո, դժբախտաբար հնարավոր է, քանի որ պրոռուսական ուժերը կարող են մի քանի ճամբարներով գնալ, մի քանի։ Մեկը մեծահարուստ մարդով կգնա, մյուսը կգնա Ռոբերտ Քոչարյանով, երրորդը Սերժ Սարգսյանով, ու ես չեմ բացառում, որ այդ վտանգը Գյումրու դեր կա։ Շնորհակալություն։ Զրուցում էի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, կհանդիպենք։